շարունակելով հարցը, բայց ոչ թե սուբսիդիայի մասին, այն մաքսատուրքերից ազատման մասին, օրինակ ABC-ից ABC ընկերությունը 803 միլիոն դրամի ապրանք է ներմուծել, որից մաքսատուրքից է ազատվել։ Անթեքսը 1 միլիարդ 556 միլիոնի, ամպերը 590 միլիոն, տետին 460 եւ մոտավորապես ընդհանուր 3 միլիարդ ու կեսի ապրանք է ներմուծել, որի մաքսատուրքից ազատվել։ Եթե դուք պատրաստ եք 1 միլիոն դրամ, 1 դրամ աշխատավարձ եւ աշխատավարձից կախված չեք, ապա ինչու եք բան Կարապետյան օգտվել այս արտոնություններից։ Պարոն Կարապետյան հաջորդը Ռուսաստանցի արդեն նախկին միլիարդատեր Շարվատ Չիգրինսկին, դուք հետ հարցազրույցին կազմում անդրադառնում նաեւ Սամվել Կարապետյանի առանձնատանը եւ նշում, որ դա ֆիկտիվ կերպով է պարոն Կարապետյանինը եւ իրականում պատկանում է Վլադիմիր Պուտինին։ Արդյոք պարոն Կարապետյան դուք հաստատում եք այդ փաստը, որ այդ բնակարանը ձեր չի եւ ֆիկտիվ է ցես պատկանում։ Արդյոք եկել այդ առանձնատանը եւ պարոն Չիգրինսկին նշում է, որ քրեական գործի շրջանակներում անցնում է տունը խոսքի գնում փողերի լվացման հետ կապված, ասում է եղել կամ հիմա է գտնվում կալանքի տակ, պարոն Կարապետյանի առանձնատունը եթե այդպես ինչու է գտնվում կալանքի տակ, ինչ քրեական գործ են անում, ինչ փողերի լվացման մասին է խոսքը, պարոն Կարապետյան, եւ վերջին հարցը դուք նոր նշեցիք, որ Սամվել Կարապետյանը հիանալի բանակցային հմտություններ ունի եւ բանակցությունները ավելի դրական էֆեկտ տան Հայաստանի Հանրապետությանը, պարոն Կարապետյան, բայց մեր վարչապետը ձեր ընտրվելու դեպքում պետք է լինի X մարդը, որի մասին դուք դեռ չեք հայտարարում, բայց ասում եք, որ պարոն Կարապետյան պետք է։ Դուք այսինքն հաստատում եք, որ Սամվել Կարապետյանը բանակցային հիանալի հմտություններ։ Ասում եմ, այսինքն ձեր ընտրվելու դեպքում մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ ներողություն արտահայտության համար, բայց ձերի պարագա է, պարոն Կարապետյանը գնալու փոխարեն բանակցության։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարցեր տվեցիք, հերթով անդրադառնանք, ինչ լավ է, որ ունեմ մոտես տվյալներ։ Պարոն Պապոյանը այդ տվյալները հրապարակել է, բայց պարոն Պապոյանը չի ստուգել այդ տվյալները, ցավոք էլի։ Ուրեմն փաստացի օգտված հարկերը ABC եւ Alitex ընկերությունները դա մեր եւ Լիբանանահայ ընտանիքի համատեղ ներդրումներն են։ Լիբանանահայ ընտանիքը ներդրում էր կատարել Հայաստանում, որին հետո որպես пассив ներդրող աջակցել ենք մեզ, կառավարումը իրենք են անում, իրենց ներդրման արդյունքում Հայաստանում շուկայի 60%-ը, օրինակ տեքստիլ, սրբիչը, էլ Թուրքիայից չի գալի։ Այս ներդրման արդյունքում եւ այդ մաքսատուրքերի այդ մյուս բաների ուղղությամբ ABC-ն ու Alitex-ը իրենք որպես կառավարող դիմել են կառավարությանը, քանի որ կառավարությունը տվել է հնարավորությունը, բայց ասեմ ձեր ասած ընկերություններից մի քանիսը։ Դուք ասացիք TF ընկերությունը 460 միլիոնի արտոնություն է ունեցել։ Օգտվել է տվյալը ստուգված չէ, օգտվել է ընդամենը մաքսատուրքի ազատումից 79 միլիոնի ընդամենը 400 միլիոն չէ։ Իսկ գիտեք ինչքան հարկ է տվել։ $7 միլիոն։ Այդ թվից ոչ, այսինքն 3 միլիարդի կեսի ապրանք ներմուծել է, դրան մաքսատուրք չեմ ասում, քանի մաքսատուրք։ Չէ, հա, գիտեմ, հասկացա հարցը, բայց այդպես չի։ Ներմուծել է 79 միլիոնի, այդ ձեր ասած թվից 6-7 անգամ քիչ, եւ ամենը վճարել է գիտեք ինչքան դրանից ավել հարկ, 30 անգամ ավել հարկ։ Հարգելիս, եթե ես վճարում եմ 30 անգամ ավել հարկ, եթե ամբողջ էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ աշխատանքային process-ում մի հատ արտոնություն է տվել մի քանի միլիոն դրամի, որի վերջնական արդյունքով մի քանի միլիոն դրամի, դուք պատկերացնում եք արդարացիության տրամաբանությունը, իրենց գործն է դա անելը։ Ես իմ կողմից Հայաստանում ներդրում անելով ապահովել եմ 29 միլիարդ հարկ, որը կարող եք հաշվել մոտավորապես, եկեք հաշվենք 29,000 համարյա կարելի ասել թոշակառուի թոշակ է, կներեք թե 2900, չէ, 29,000 թոշակառուի թոշակ է։ Մենք վճարել ենք 29,000 թոշակառուի համար թոշակի գումար։ Այդ ընկերությունով դուք պետք է ուրախ լինեք։ Ես չեմ պատկերացնում կառավարություն, որը ուրախ չլինի,
որ այսպիսի գործարաններ են գործում երկրում, որը չկար մինչև այդ։ Զարմանալի է։ Մյուս հարցը բանի հետ կապված։ Ու այսպես մի հատ էլ ունենք լրիվ շատ ավելի վախենալու վճարած հարկերով։ Հարյուրավոր միլիոն դոլարների հարկեր ենք վճարել։ Հազարավոր մարդկանց աշխատավարձի չափ։ Եվ դրա դիմաց գիտեք ինչ ենք ստացել, որ էկոնոմիկայի նախարարը մտնում ասում է 9 միլիոն, ասենք հայտարարում մի թիվ, բայց իրական 9 միլիոն ինչ որ ուղղությամբ մեր փոքր ընկերությունը ինչ որտեղ կարող է դիմել ինչ որ մի հատ ծրագրի, որ էկոնոմիկայի նախարարության հիմնական գործն է դա։ Չի կարելի բիզնեսին այդպես վերաբերվել։ Դուք հարցնում եք, ինչու երկիր ներդրող չի գալու։ Դուք պատասխանում եք այդ հարցին։ Մյուս հարցը առանձնատան հետ կապված։ Ներդրումների առումով դուք երևի գիտեք, որ Սամվել Կարապետյանը մեծ կապիտալ ներդրումներ ունի եվրոպական 4-5 երկրներում, որոնք համեմատելի են անգամ այն ներդրումներին, ինչը կա, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, մյուս տարածաշրջաններում։ Շատ ներդրումներ, շատ պրոյեկտներ մենք ունենք։ Պրոյեկտներից մեկում այդ տան հետ կապված, դա տուն է, որտեղ որ մենք ներկա ենք եղել ենք տան հետ կապված այդ պրոցեսները ինչ որ գնում են, հնարավոր է երկու երկրների միջև, այդ երկու երկրների միջև պրոցեսների շրջանակներում է գնում։ Բայց մեր կապիտալը դա մեր կապիտալն է։ Ի դեպ, ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում դարձել է ֆինանսապես հաջողակ մարդ, չունենալով որևէ հումքային ընկերության մեջ փայլ։ Այդ երկրում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով, Արաբական Միացյալ Էմիրություններում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով, Հունաստանի Հանրապետությունում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելով։ Ինչ է անշարժ գույքը։ Անշարժ գույքը դա քրտնաջան աշխատանք է։ Չի կարելի բոլորին, այդ դուք պատկերացնում եք Սամվել Կարապետյանը միակն է, ով չի եկել, ամենաքչերից մեկն է, ով չի եկել արևմտյան պատժամիջոցների մեջ, այս պատերազմների սկսելուց հետո։ Ինչու։ Ձեզ չի հետաքրքրում ինչու։ Որովհետև նրա աշխատած ամեն լուման աշխատած է եւ ամենա հիաստապեցնող այս պրոցեսի մեջ Հայաստանի ձևաչափով, որ երբ որ նրա վերաբերմունքը ներդրումային մենք տեսնում ենք Հայաստանի հանդեպ միշտ ու հայկական իշխանություններից մենք տեսնում ենք մի տեսակ, գիտեք ինչ, խանդ, վախ, չի կարելի վախենալ սեփական երկրի զավակներից։ Ավելի բան կողմի վասմատում Ձեր կառավարությունն էլ ոնց որ տենց ինչ-որ թեմաներ բոլորի վրա բան է անում։ Երկու երկրների հարաբերությունների հետ կապված պրոցեսներ են, բայց Սամվել Կարապետյանը քչերից մեկն է, սա բոլորը կարող են ռուսական ու ընդհանրապես տարածաշրջանային դաշտում, որ չի ընկել որևէ սահմանափակումների տակ, որովհետև իր աշխատած ամեն գումար, ամեն լումա աշխատած է։ Բանակցելու հետ կապված փետրվարի 12-ին դուք ձեր հարցերի պատասխանները հուսով եմ կստանաք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Նարեկ Իրապոսյան, պարոն Կարապետյան, բայց ամեն դեպքում մինչև փետրվարի 12-ը դուք որ ասում եք պարոն Կարապետյանը լավ բանակցող է, նա ունի 2 թե 3 քաղաքացիություն, եթե սխալություն ասում հստակեցրեք, նա չի կարողանալու որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բանակցել, ինչքան լավ կարողություններ ունենա։ Նա ինչ ազդեցություն է ունենալ, այսինքն ուզում եմ հասկանալ ստվերային կառավարություն է գործելու եւ մեկ դրամի հետ կապված, որ ես քրտից հայտարարում եք, որ ինչ-որ մեկի աշխատանքային իրավունքը խախտելու եք, մեկ դրանով աշխատանքը կա, նա ինչպես է ապրելու, այսինքն նա մեծահարուստ է, մեծ ժառանգություն ստացած է, աշխատավարձի կարիք չունի, այդ եկամուտի իրենով է տալու ապրելու համար եւ եթե տալու է, ինչ ազդեցություն է ունենալու, հետո այդ մեկ դրանով աշխատող վարչապետի վրա հստակեցնեք եւ հայտնի դարձավ, որ մեր ձևովը արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունն է գրանցել եւ չկա ինչի բան կապեցել, սա ինչու է պայմանավորված։ Շատ լավ։ Առաջի հարցը տեխնիկացիոն հարցը Նարեկ ջան ամենայն հավանականությամբ փետրվարի
12-ին կիմանաք պատասխանել երկրորդ հարցը։ Ես հստակեցնեմ ամեն դեպքում, ես ոչ թե ասում եմ ասեք ով է լինելու, ես ասում եմ, որ պարոն Կարապետյանը որպես լավ բանակցող, ինքը ինչ գծակներ է ունենալու բանակցելու, երբ որ չի կարողանալու զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ վարչապետը լինելու է X մարդու կամ երրորդ մարդը կամ չորրորդ մարդը, այսինքն պարոն Կարապետյանի լավ բանակցելը կոպիտ ասած այստեղ ինչ։ Շատ լավ։ Պատասխանը կստանաք փետրվարի 12-ին։ Մյուս հարցը մեկ դրամի հետ կապված։ Մեր ուժի ներկայացուցիչը հուշում են Սիվիկից ձեզ նարեկջան։ Արգելի գործիներները եկեք միմյանց հարգեն և ուտակ պատասխանում Կարապետյանը նավիկ։ Աղավան շանվակը պետք է համոզված լինեք, ես ասում, որ ինձ որևէ մեկը չի կարող հարցնել։ Ես ուրախ եմ այդ մասին լսելու, հուսով եմ ապացույցները կունենանք նաև հետագա ձեր գործունեության ընթացքում։ Մեկ դրամը, մեր իշխանությունը, մեր ուժը, դրա մեր ուժի այն անձնավորությունը, ով ղեկավարել է մեր երկիրը, դրա կարիքը չի ունենալու։ Մենք պետք է հիշենք, որ պատմական շրջանը, շրջափուլի ժամանակ է ղեկավարելու։ Եվ սա պարտք է եւ ոչ թե իրավունք։ Երբ որ երկրի ղեկավարը աղքատությունը իջեցնի այն մակարդակին, ինչ օրինակ հարևան երկրներում է, գոնե 10%, 21%-ից իջնի 10%, մենք այդ ժամանակ կունենանք դեմք խոսել այդ աշխատավարձերի մասին, բայց ոչ հիմա, ոչ այս պարագայում, երբ դուք պատկերացնում եք Նարեկ ջան, քո երկիրը տարեկան 1.3 միլիարդ դոլարի պարտք է վերցնում, դու տարբեր հրապարակումներով մինչև 15-16 միլիարդ ունենում ես պարգևավճարների ֆոնդ, երբ որ քո երկիրը ահավոր մեծ պարտքային բեռի տակ է ընկած, պետք է լուծենք այդ հարցը, առողջացնենք մեր տնտեսությունը եւ դրանից հետո ունենանք իրավունք մարդուն այդպիսի բան առաջարկել։ Վստահ եղեք, որ դրա կարիքը չկա այս պարագայում։ Դրա համար է մարդկանց մեր հայրենակիցների նշանակալի մասը տեսնում է ուժի մեջ գործուն այլընտրանք, որտեղ վստահ է, որ այս ուժը չի ունենալու դրա կարիքը։ Երրորդը կուսակցության հետ կապված։ Կուսակցության համագումարին ներկա կլինեմ ես եւ կմասնակցեմ նաեւ ես։ Վահան Մակարյան։ Այս բանը ես մեր ձեռնշարժման համակարգողն եմ, բայց կուսակցության համագումարին դուք մենք իրար կտեսնենք։ Շնորհակալ եմ։